Էթնիկ փոքրամասնություն ներկայացված չէր, սա ներկայացված չէր։ Պետք է ամբողջ կոնտեքստը բարձ լինի, որ հենց սկզբից դեռ երթը չկատարված մի քանի օր առաջ Facebook-ում հստակ բոլոր տեղերում տեսանելի էր, բարձ մարդիկ գրում էին, որ երթը պետք է խափանվի։ Եվ շատ շատերը, որոնք դուք արդեն նախորդ գիտեիք, որ եթե ես ներողություն, եղել է սպառնալիք։ Ներողություն։ Ես ասում եմ, մինչև երթը եղել է երթի նրանք, որոնք կգան, նրանց նկատմամբ սպառնալիք։ Եվ շատ շատերը, ես անձամբ գիտեմ, իհարկե անուն չեմ տա, որովհետև ինչ որ մեկին այսպես անուն տամ, բայց շատ շատերը այո չեն եկել երթին, որովհետև վախեցել են։ Իսկ նրանք, որոնք եկել էին, ասում այդ երթը այնքան կարճ տևեց, ես ինքս եկել էի, որ երթին մասնակցեի, բայց լրագրողները ինձ հարցեր ուղղեցին, ես սկսեցի պատասխանել, մինչև շուռ եկա, տեսա երթը շարժվել էր, մինչև փորձեցի հետևից երթի շարժել, տեսա, որ արդեն երթը պիտի ավարտվեր նկարիչների տան մոտ, այնտեղ ցուցահանդես կար, այնտեղ պետք է խոսք լիներ, տեսա, որ մնացել են միայն հակաերթի մասնակիցները, ինչ որ բաներ են գոռում, իսկ բուն երթի մասնակիցները թաքնվել են նկարիչների տանը, ոստիկանությանը հարցրեցի ինչու՞մն է բանը, ասացին պաշտպանում ենք, եւ մինչև ես փորձեցի մտնել, արդեն չկային իրենք, այսինքն ոստիկանությունը ինչ որ երազ չէր տեսել, սպառնալիք էր տեսել, որ մարդկանց ասել էր թաքնվեք։ Ձեզ սպառնացել են։ Անձամբ ինձ, չէ, ես կարծում եմ ինձ չեն սպառնա, ես կարծում եմ, գիտեմ, որ ինձ հանդեպ սպառնալիքը չի անցնի եւ ինձ ոչ մեկը չի սպառնա։ Ասել ձեզ մեղադրում են սպառնալիքի մեջ, ձեզ մեղադրում են ինչ-որ ճնշումներ գործադրելու եւ այսինքն դուք ժխտում եք, որ նախորդ պլանավորել էիք հակաերթը կազմակերպել եւ այդպիսի կոչեր են հնչել, որ գնանք խանգարենք։ Հայ ազգը այնքան հանդուրժող է, որ ասենք եթե խոսում եք տարբեր փոքրամասնություններից, Համո Բեկնազարյանը, որը համարվում է մեր ֆիլմի ընդհանրապես կինո ֆիլմի հիմնադիրներից, նկարած իր առաջին ֆիլմերի մեջ Զարե ֆիլմը, որը վերաբերվում է եզդիներին, տարբեր ազգերի փոքրամասնությունների մասին ֆիլմեր է նկարել, Արամ Խաչատրյանը, Կոմիտասը, որոնք զտել են հայ երաժշտությունը, նաև օգնել են այլ ազգի ներկայացուցիչներին։ Ու մենք միշտ կառուցել ենք ամեն տեղին, այսօր Ստամբուլում, Բաքվում, ասածս որն է, այսօր մենք բարձրացնում ենք հացը, սպառնացել եք այն մարդիկ, ովքեր չգիտեմ ով է սպառնացել, ավելին է, մարդիկ կան, որոնք խոսել են, որոնց մարդկանց մենք չենք ճանաչում։ Ես չգիտեմ, այսօր խախտվում է ամեղության կանխավարկած, անմիջապես մամուլում ինչ որ ես դաժե չգիտեի դայ այդպիսի ակումբը ով ինչ ակումբ է կա ինչ որ ծոմակ ես գաղափար չունեի այդպիսի բաների մասին այդպիսի անհատ կա ընդհանրապես ինձ ընդհանրապես ասել են որ ժողովուրդ կան մարդիկ այսօր ինչ որ մարդ հերոստատեսությամբ խոսում է ու ասում է հայ ազգը հիվանդ է հայ ազգին բուժել է պետք ինչ որ սենց բաներ են ասում, հետո այդ մարդիկ ասում են գնում ենք մեր իրավունքները պաշտպանենք, երթանենք, ինչ որ սենց տարօրինակ բաներ է կատարվում։ Մենք ասենք, ժողովուրդ ջան, ինչի մասին է խոսքը։ Ես չգիտեմ այդ պրովոկացիաներ են եղել այդտեղ, ովքեր են եղել, ինչ են արել, ինչի համար, եւ արդյոք դա հետ ոստիկանությունը զբաղվում է դրանով, փաստեր կան, որ դրանք մեր հետ կապ ունեն այդ մարդիկ, կամ ասենք, արդյոք փաստեր կան, որ ձեր հետ կապ չունեն այդ մարդիկ։ Շատ լավ PR եղավ Դայվայի, ավելին ասեմ, քանի դեռ դատարան չի եղել, դուք ինչպես եք ասում, որ սա արել են ֆաշիստները կամ ասենք սա արել են ազգայնականները կդրեք ես անձամբ չեմ ճանաչում այդ մարդկանց ով որ արել է բայց դուք անմիջապես մամուլում հայտարարություն ա գնում այսպիսի կոնտեքստով որ ոստիկանությունը պետք է պարզի այդ հանցագործության դրդապատճառները վերջակետ այսինքն բութ հստակեցնի որ դա եղել է գաղափարական անհանդուրժողականության ֆոնի վրա ժողովուրդ եթե ոստիկանությունը դեռ պիտի պարզի դրա դրդապատճառները ոնց է մարդը ասում որ հստակեցնի որ դա գաղափարական անհանդուրժողականություն է իսկ եթե ինքը արդեն հաստատ գիտի որ դա գաղափարական անհանդուրժողականություն է այսինքն ճանաչում է ինչ որ խնդիրներ ունի ոնց է ինքը ասում որ ոստիկանությունը դեռ պիտի պարզի ինչ որ լոգիկա չկա մենք փորձում ենք հասկանալ կապը արդյոք կապ ունի DIY-ի հրկիզումը բազմազանության երթի հետ պարզապես փորձում ենք հասկանալ ես ձեզ պարզ բան ասեմ բազմազանություն երևույթի ինչ որ sense ռոպագանդայի կարիք հայ ազգը երբեք չի ունեցել ամենապարզ բանը ձեզ ասեմ մենք խնդրեմ մարդիկ են ներկա որոնք ազգային ուտեստների միջոցառումներ են կազմակերպում հրավիրում են տարբեր ազգերի ներկայացուցիչներ փոքրամասնություն ինչի մենք մալականների հետ ոչ մի անգամ խնդիր չունենք դաժե տնտեսական հարաբերությունների մեջ ենք եզդիների հետ շատ լավ հարաբերությունների հрьяաների տարբեր ազգային ասորիների հուշարձան կանգնեցեցինք ցեղասպանության ու հանկարծ ինչ որ X մարդկանց ընդ որում այդ մարդկանցից մեկը խնդրեմ սեղ նստած է պուրակում էլ էտել արդեն ոչ թե հետ ընտրական այլ նախաընտրական փուլում ինչ որ մեր ընկերը հայտարարեց հացադուլ ու անմիջապես աղմուկ գնաց որ այս մարդը սատանիստ է որում ասենք գրեց որ Հիսուս Քրիստոսի որ
փաստորեն մեր շատերին վիրավորական խոսքեր։ Դրանից առաջ ինչ մարդը նույն էս երիտասարդը մտնում էր Facebook համացանց ու ասում հայ ազգի ոչխարներ են, ասենք որ ազգային այդ մտածելակերպը ոչխարային բան է, գլոբալիզм ինչ-որ բան է։ Մի քանի անգամ զգուշացվեց հերոստատերի մակրման պահանջ խմբում, որից հետո էլի չի ենթարկվելու, որ ընդհանրապես խմբից հեռացվեց, առանց վիրավորելու, առանց ինչ-որ բաների։ Դե քո ազգանունը կաղա դու չես եղել, չեմ կարող ասել։ Ամեն դեպքում մենք հանդուրժող գտնվեցինք այդ անձի հանդեպ։ Ասածս որն է, այստեղ մենք քննարկում ենք ես հայ մարդ եմ։ Չէ, հերոստատերի մակրման պահանջ խմբում է։ Եկեք վերադառնանք խնդրում եմ իմ հարցին։ Կարելի է իմ հարցին պատասխանել։ Այո, պատասխան։ Միասեռականների ներկայությունը ավելի վտանգավոր, թե դրանց դեմ այս ճանապարհներով պայքարելը։ Խնդրում եմ այդ հարցից պատասխան։ Միասեռականների ներկայության եւ դրանց դեմ երթի։ Դուք եք հիմա խոսում այդ երթի մասին, որտեղ նշաններ ա եղել, որտեղ իրենք են քարոզնել է վտանգավոր, ֆաշիզմի քարոզնել է վտանգավոր։ Շնորհակալություն, ես դա եի ուզում լսել, խնդրում։ Օրիենտացիան քարոզ անել, ախր այդ գաղափար չի ընդհանրապես։ Ես անկեղծ ասած չհասկացա, թե մարդիկ հակաերթին այդ դեպքում եթե այնտեղ ինչի են մասնակցել, ես չհասկացա։ Եթե բազմազանության, չէ, մի րոպե։ Մեր քաղաքացիական իրավունքն է գալ մասնակցել բողոքի երթին, մենք եկել մասնակցել։ Չի եղել, այնտեղ եղել է բազմազանության երթ։ Պարտադրեք, որ մենք չգանք մեր բողոքը հայտնենք։ Սահմանադրությամբ ամրագրված մարդու ազատ կյանքի արտահայտումը կա, մենք մեր հակաերթը արել ենք, մենք մեր բողոքը հայտնենք, փառք Աստծո, որևէ մեկի գլուխը չի ջարդվել, նորմալ ամեն ինչ եղել է։ Էլ եմ ասում, վիրավորական բաներ են եղել, հատ երկուսով զբաղվենք, ֆաշիզմի գաղափար է եղել կամ ինչ-որ ուրիշ գաղափար է եղել, հերթով գնանք, ոստիկանություն դիմում գրենք, ասենք այս մարդկանց իզոլացրեք, որովհետև մենք, ես չեմ կազմակերպել այդ երթը, բայց ես եկել եմ իմ փորձով մասնակցել, որպեսզի որևէ պրովոկացիա չլինի, որ նորմալ խաղաղ երթ լինի։ Եթե խնդիր կա, դիմեք ոստիկանություն։ Սերգեյ, խնդրում եմ դուք պատասխանեք իմ հարցին։ Միասեռականների ներկայությունն է ավելի վտանգավոր մեր հասարակության համար, թե նրանց դեմ այս պայքարի միջոցները։ Նախ ինձ թվում է ցանկացած բան, պայքար լինի, թե քարոզ լինի, թե ուրիշ բան լինի, պետք է առաջի մի քանի մակարդակում նայել, առաջինը օրինական մակարդակում։ Ցանկացած նույնիսկ վատ բան, հա, չարիքի դեմ ինչ-որ քայլ ձեռնարկելիս պետք է օրենքի սահմաններում անել։ Ուրիշ բան, թե արդյոք ինչն է չարիք, ինչը լավ է, ինչը վատ է, դրա մասին առանձին կարանք քննարկենք։ Բայց ինձ թվում է բոլորս էլ ու ես որքանով գիտեմ, նաև դուք էլ համաձայն եք այն մի հանգամանքին, որ հա, ինչ արվում է, բայց գոնե օրինական ու սահմանադրական մասերը պետք է պահպանվել։ Եթե ինչ-որ բան դուր չի գալիս, կարելի է ինչ-որ լոբինգ անել, ինչ-որ ճնշման միջոցով օրենքում փոփոխություն մտցնել, բայց բռնություն կամ ցանկացած ապօրինություն դա սխալ է։ Հիմա մյուս մակարդակը էմոցիաներ, ազգային եւ արժեքներ, այդ դրա մասին կարող ենք խոսել։ Ես կարծում եմ, որ ցանկացած անհանդուրժողականություն կամ վերաբերմունք, նույն ատելությունը կամ զզվանքը հարց չկա, եթե ատում ես ինչ-որ բան, նստի տանը ատի, կամ դուրս կարաս գաս, էլի ատես, բայց օրենքի շրջանակներում։ Դա է իմ կարծիքով հիմնականը ինչից կարելի է սկսել։ Թույլ կտակ ես հարցին պատասխանեմ։ Ինձ համար միանշանակ է, որ նույն ասեռականությունը Հայաստանի համար ոչ մի վտանգ չի ներկայացնում։ Դա մի երևույթ է, որը բոլոր երկրներում կա։ Միշտ եղել է։ Եվ անգամ այն երկրներում, որտեղ ինքը բացարձակապես չի, ասենք, ինչ որ արգելվում եւ նույնիսկ, ասենք, ամուսնությունը թույլատրվում է, այդ երկրներում տոկոսը երբեք չի աճում։ Հոլանդիան, որտեղ գիտեք, այսպես ազատ երկիրն է նույն ասեռականի համար, Հոլանդիայում նույն տոկոսային հարաբերությունն է, ինչ բոլոր մյուս երկրներ։ Ուղղակի կան երկրներ, որոնք թաքցնում են կամ որ չէ, իսկ հակառակը, եթե դու այդ խնդիրը ուրեմն այսպես ինչ որ սրում ես եւ ատելություն ես սերմանում, դու հակառակ ագրեսիա ես ստանում եւ երկրի ներսում ստանում ես պայթուցիկ ուրեմն կետ։ Իսկ որքանով է մեր ասել, որ դա ինչն է, ինձ համար անկեղծ ասած, ես նույն ասարական իրավունքը միշտ կպաշտպանեմ, որովհետև ես բոլոր մարդկանց իրավունքներն եմ պաշտպանում, բայց ինձ համար խնդիրը հաստատ միայն նույն ասարականը չի, այլ Հայաստանի անվտանգությունն է, որովհետև դա ամենաթույլ կետն է։ Եթե ապացուցվեց, եթե ցույց տրվեց, որ Հայաստանում հասարակությունը եւ քաղաքական ուժերը, հասարակական ուժերը չեն պաշտպանում, չեն կարողանում պաշտպանել ամենաթույլ կետը, չեն կարողանում պաշտպանել նույն հասարականին, դա արդեն հստակ է, որ Հայաստանում կարելի է անել ցանկացած պրովոկացիա, ցանկացած երկրի կողմից, դա կնշանակի, որ Հայաստանը որպես երկիր
բացարձակ անպաշտպանա, չունի ներքին պաշտպանության իմունիտետ։ Եվ դա ամեն երկրի համար ամենասարսափելի բանը, առավել եւս պատերազմի մեջ գտնվող երկրի համար դա ուղղակի նշանակում է, որ դու պարտված ես։ Ավելին ասեմ, ես ավելացնեմ, որ երբ մենք հաղորդումը պատրաստում էինք երթականների, այդ երթի կազմակերպիչներին էինք ցանկանում հրավիրել, ոչ թե նույնասեռականներին, այլ այն մարդկանց, որոնք որ երթն էին կազմակերպել, այնտեղ կային մարդիկ, որոնք ամուսնացած են, երեխաներ ունեն, ընտանիք ունեն։ Նրանք հրաժարվեցին մասնակցել